Երբ հոգևորականը եկեղեցուց դուրս է գալիս, կյանքը շատ է փոխվում հոգևորականի համար։ Կյանքը միշտ էլ նույնն է եղել։ Իր գայթակղություններով, իր ճանապարհով, իր նեգատիվ կողմով, բարոյական կողմով, անբարո կողմով, ամեն կողմով։ Կարևորը մեր ներսի մարդն է։ Ներսի մարդը փոխվում է, թե չէ։ Այսինքն նա դիմակեր հակած եկեղեցուն, թե ինքը իրոք հոգևոր կյանքով է ապրում։ Երբ քաղաքացին գնում է եւ վստահում է հոգևորականին, որտեղից նա կարող է այդ վստահությունը ձեռք բերել։ Գիտեք ինչ, ես գուցե վրիպում արեցի հիմա, սակայն ճշմարտությունն եմ ասում։ Կապ չունի այդ մարդը, ասենք, այդ օրը ծախել էր, չէր ծախել, չգիտեմ, ունքը բարձր էր, ներքև էր եւ այլն, կապ չունի։ Եկեղեցին երկինքն է երկրի վրա։ Որ դեպքում պսակի կարգ չեք կատարի։ Քահանան, երբ երիտասարդները որոշում էին ամուսնանալ, հրավիրում էր իր մոտ եւ քննում էր եւ նա որոշում էր, ասինքն այդ ընտանիքը պիտի կայանա թե ոչ։ Գուցե հոգեկան խախտում ունի որևէ մեկը, ընդհատված է։ Ասես որովհետեւ եթե ինքը աներ, այդ մեղքը քահանայի ուսերին պետք է լիներ։ Կամ եթե ծնողները խաբել են, նրանց ուսերին է, հասկանալի է։ Մարդը կարող է փոխվել, Տեր շահ է։ Այդ հրաշքները մենք ամեն օր ենք տեսնում։ Այն թե կարողանան իրենց սրտները բացեն, կարողանան դիմակը նետեն, ունենան իրենց։ Որն է ամուր ընտանիքի հիմքը։ Սերը։ Տղամարդը պիտի պահի, պահպանի, սիրի իր կնոջը, ով սիրում է իր կնոջը, ինքը իրեն է սիրում։ Ահա, սա նես բարձր գաղափար չգիտեմ։ Տեր շահեն է այս անգամ հյուրընկալվել Հայ պերսոնայում։